Բարի օր։ Ինչպես եք, հուսամ լավ եք, լավ ես շատ չլարվեմ, կխնդրեմ բոլոր միացողներին, ով որ կկարողանա կիսվեք խմբերում, որովհետև իմ մոտից չի ստացվում, ինչպես միշտ ես քնեցի արթնացով, որոշեցի, որ եթեր եմ անելու։ Հուսամ այսօր ինձ մենակ չեք թողնի, մենակության մեջ չեմ լինի, թեև եթերը մնալու է այստեղ խմբում, գնայեք երբ որ կուզենաք, հիշեցնեմ բոլոր նրանց ովքեր միացել են եւ նրանց ովքեր հետո կնային ձայնագրությամբ, որ որոշել եմ գնումներ ես ցույց տալ, քանի որ ուզում էի վիդեո նկարել ու պարզեցի, որ հեռախոսի մեջ տեղ չկա, իսկ քանի որ մի մասը մնալու է, մի մասը տանելու էի տուն, մի մասը տերերը գալու էին տանելու, մտածեցի, որ ավելի լավ է արագ մի հատ եթեր անենք, շատ երկար երևի չի տևի, ժամը արդեն 5-ն է, արագ ցույց տամ իմ գնումները եւ արդեն տուն գնամ։ Այսօր գրասենյակում եմ աշխատում, ինչպես տեսնում եք, վերջերս հազվադեպ ալինում, որ ես լինեմ գրասենյակում, այսօր այդ հազվադեպ օրերից մեկն էր, քիչ առաջ ստացանք պատվերները, մեր գրասենյակի, ես ունեի պատվերներ եւ նախորդ առաքումից եւ այս առաքումից եւ եկեք երևի առաջինը արագ ցույց տամ բոլոր պատվերները, որոնք ինձ խնդրել են պատվիրել, ուղղակի զուտ ցույց տամ, որպեսզի ինչ-որ մեկին գուցե հետաքրքիր կլինի, հետո նոր կանցնեմ իմ պատվերներին, որոնց մասին մի քիչ ավելի երկար կխոսեմ, թեև փորձեմ եթերը կարճ անել, որ շուտ տուն գնամ, ես մոռացա հեռախոսս անջատել, հուսամ ինձ չեն զանգի, հուսամ եւ հավատամ, եւ եթերը չի ընդհատվի, եւ սկսեմ երևի այս թեյից, եթե այս թեյի տերը տեսնում է հիմա, չեմ էլ զանգել ժամանակ չի եղել թեյի տեր, խնդրում եմ գրեք ինձ, եկեք ձեր պատվերի հետևից կամ զանգեք ինձ, շատ լավ թեյ է երեխեք ջան, ինքս ճիշտն ասած այս շոկ սեզոնին չեմ սիրում թեյ խմել բնականաբար, բայց դե բացել չեմ կարող, քանի որ իմը չի, բայց շատ անուշ հոտ է գալիս, ինքը մեղրով եւ իմբիրի կտորներով կանաչ թեյ է, շատ հետաքրքիր համադրություն, վստահ եմ ավելի քան որ շատ համով է լինելու, ուղղակի էլ եմ ասում այս սեզոնի թեյ կարելի է վերցնել սառը սարքել, չէ, սահմանուշակ ջամատքովը չէր անցնում, կարելի է վերցնել սառը սարքել, մի խոսքով շատ լավ թեյ է, ում կհետաքրքրի, մենակ այս տեսակը չի, տեսակներ շատ ունենք, բայց այս մեկի հոտից ես արդեն խելագարվեցի, երևի թե կպատվիրեմ, կարելի է սառը սարքել, թե ինչի մտածում, որ թեյի մենակ տաք են խմում։ Խոսքով կոդը ասեմ, եթե ինչ-որ մեկին կհետաքրքրի 16-033, նաև ասեմ իմ համար, որ հետո նայեմ ձայնագրությունն ու պատվիրեմ, ահա թեյի տերը պատվիրել է ինձ մոտ նաև այսպիսի հրաշք շամպուններ 2 հատ էքսպերտ շարքի սև ածուխով շամպուններն են, որոնք ես ինքս էլ օգտագործում եմ, հենց հիմա ունեմ բացած, շատ սիրում եմ, ինքը շատ խորը մաքրում է գլխամաշկը եւ կանանց եւ տղամարդկանց համար է, իր մեջ ունի ակտիվացված ածուխ, որը շատ լավ, ահա տեսեք, շատ լավ կարգավորում է գլխամաշկի սալնի ժելեզը։ Մի խոսքով հասկացաք, շատ լավն է եւ հոտն է հաճելի եւ էֆեկտն է շատ լավ, առհասարակ էքսպերտի շամպունները ես ինքը շատ սիրում եմ ու պարբերաբար մի քանի տեսակներ կա, որ միշտ վերցնում օգտագործում եմ, ես էլ ձեզ եմ խորհուրդ տալի կոդում կհետաքրքրի 1884, սա վերաթողարկված տարբերակն է, նրանք ովքեր օգտագործել են հին տարբերակները, հինի կոդը ուրիշ էր, հենց պատուհանից մեր հարևանի բալիկն է ողջունում, մի խոսքով շարունակենք, այս եթե տեսար պատվիրատու ջան, համեցիր վերցրու, արդեն գրասենյակում է կամ գրիր թե ինչպես կարող եմ փոխանցել։ Ինձ խնդրել էին նաև պատվիրել այսպիսի շամպուն, որի դեպ երեխեք եթե կորցրել եք, ասեմ, որ հնարավոր է շատ ժամանակ պրոդուկտների մեջ կարող են ինչ-որ բաներ փնտրեք, բայց չգտնեք, հա, պրոդուկցիայի նկարներով։ Իմացեք կոդը, քանի որ շատ դեպքերում այնտեղ պրոդուկցիան ներկայացված չի, բայց երբ որ գրում են կոդ, ինքը համապատասխան ապրանքը բերում է, հենց նույնն եղավ այս շամպունի հետ, քանի որ մի քանի անգամ մենք փորձեցինք պրոդուկցիայով նայել, սա հակա ինչ են ասում,
թեփի դեմ շամպունն է, կոդը 1613 մեր էքսպերտ շարքի դեպ շատ լավն է եւ իր մազաթափությանն է եւ ընդհանրապես ամբողջ շարքին կլրիվ, այսպես ասած, մասնագիտացված խնամքամազերի, հա, մազաթափության դեմ շամպունից շատ գոհ են, ես ինքս ճիշտ ասած չեմ օգտագործել, բայց տղամարդու համար են վերցրել, շատ գոհ են ու մշտապես վերցնում են ինձ մոտից 150 միլիա տարողությունը, լավ ինչ էի ասում, շեղվեցի, եթե ինչ որ ապրանք չեք գտնում պրոդուկցիայով, անպայման նայեք կոդով, գրեք կոդը եւ ձեզ ծրագիրը կառաջարկի, հա, ապրանք մի մտածեք, որ ինքը պրոդուկտում չկա, ուրեմն առհասարակ բացակայում է։ Իհարկե բաներ կան, եթե վաղուց չեք օգտվել, բաներ կան, որ վերաթողարկվել են, անպայման կապվեք ձեր նաստավնիկի հետ, փորձեք ճշտել, հասկանալ եւ այսպես երեխեք ջան, նաեւ այսպիսի երկու ատամի մածուկներ են պատվիրել մեր բազային շարքից, շատ էժան որակով հավես ատամի մածուկ 2245 կոդը, որը շատ տարողունակ է եւ շատ մատչելի։ Կոնսուլտանտի գնով մոտ 500 թե 550 դրամ է լինում, մեկին կոնսուլտանտի գնով, այսինքն այն գնով, որով որ վերցնում են գրանցված խորհրդատուները։ Եթե իհարկե գրանցված չեք, հնարավոր է դուք այդ նույն ատամի մածուկը վերցրել եք այլ գնով, մի զարմացեք, դա նորմալ է, քանի որ խորհրդատուն իրավունք ունի վաճառելու։ Եթե ուզում եք ունենալ ներքին գնով, կոնսուլտանտի գնով, կարող եք ինքնուրույն ունենալ ձեր օնլայն խանութը, ովքեր կուզենան, սա պետք է վերջում ասեմ, բայց հիմա ասեմ, կարող եք ինձ գրել կամ մեկնաբանություններում կամ ինձ անձնական նամակով կօգնեմ սիրով, որպեսզի դուք էլ ունենաք ձեր օնլայն խանութը, իդեպ կարող եք օգտվել ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքից, կոնկրետ մեր գրասենյակը Արարատի մարզում է, Արտաշատում ենք ամբողջ Արարատի մարզում ունենք Առաքում ու հետաքրքիր է, համարի ամբողջ Հայաստանում կա Առաքում, բացի այդ կարող եք օգտվել նաև Ռուսաստանի Դաշնությունից, ԱՊՀ երկրներից, Եվրոպան շուտով կբացվի, ժամանակավորապես մի փոքրիկ խնդիրներ կան, բայց շուտով կվերաբացվի նաև Եվրոպայի մեր գործունեություն, նաև մենք աշխատում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ ինչ մեծ աշխարհագրություն ունենք։ Մի խոսքով հիմա անցնելու վառ սա պատվիրատուների պատվերներն են, հիմա ցույց տամ արագ իմ պատվերները։ Եվ քանի որ ինձ ավելի մոդերացած տնտեսական միջոցները սկսեմ հենց իրանցից, բայց իրանց մասին մի քիչ ավելի արագ կխոսեմ, քանի որ այնտեղ ավելի հետաքրքիր պրոդուկտներ ունեն, որոնց մասին ավելի երկար կուզենամ խոսել։ Խնդրում եմ գրեք մեկնաբանությունում, հոս շատ արագ չեմ խոսում։ Ես փորձում եմ կարճ ժամանակամիջոցի մեջ տեղավորվել եւ ներկայացնել այն ամեն ինչ որ կա, եւ հնարավոր է շատ արագ խոսեմ ու դուք ինձ չհասկանաք։ Հուսամ այդ դեպքը չի։ Եթե արագը խնդրում եմ գրեք, ես կփորձեմ դանդաղեցնել ընթացքը։ Մի խոսքով վերցրել եմ մեր տան կոսմետիկայի շարքից, արդեն հասկացաք երևի իր ձևավորումից տուալետը մաքրող միջոց, ինչպես սովոր ենք ասել բադիկ, 3292 է կոդը, սա երկու տեսակ ունենք, ծովային եւ մյուս տեսակը կարծեմ լիմոնով է, եթե չեմ սխալվում, գույնը գոնե կանաչ է, երևի լիմոնով է։ Այս անգամ վերցրել եմ այս Մարսկոյը, շատ լավն է, երեխեք, ես շատ հավանում եմ։ Առասարակ մեր տան կոսմետիկայի մասին խոսք ունել չի կարող, դեպ ասեմ նրանց համար ովքեր ունեն ալերգիա եւ այլն, չունի ինչ որ սուր արտահայտիչ հոտեր, ալերգիա բացարձակապես չի առաջացնում, սա նրանց համար ովքեր որ չեն օգտվել դեռ, հա, մի խոսքով շատ լավն է, շատ լավ մաքրում է եւ շատ խիտ է, եթե հետաքրքիր է։ Մի խոսքով, այսպիսի հետաքրքիր Իդեպ սրանց երկու հատ է պատվիրել, մեկը որտեղ է չգտա, երկու տեսակի է վերցրել, ջրային հիմքով ցողաշիտ տան օդը մաքրելու համար, շատ հարմար է, էլի ալերգիա չի առաջացնում, ես ունեմ հաճախորդներ, ովքեր ինձանից գնում են, հա, գնում են այս միջոցը եւ հատուկ նրա համար, որ ինքը ալերգիա չի առաջացնում, քանի որ գիտեք, աերոզոլային համարժեքները ինչքան մի խոսքով չգիտեմ, ես արդեն տանել չեմ կարողանում, հատկապես սրանից հետո բացարձակ բան չի, գիտեք, որ ինքը վնասակար է առողջության համար, մեր ջրային հիմքով է, հանգիստ կարող եք օգտագործել եւ տան օդափոխման համար եւ սանհանգույցի, որտեղ որ կուզենաք։ Ունենք նաև հայդեպ ունկայտակրի նաև անհոտը կա իրա, եթե ինչ-որ հոտերի հետ խնդիրն եք, անհոտնել ունենք, հիմա կոդը չեմ հիշի, որ ձեզ ասեմ, ես շատ սիրում եմ բերգամոտինը, ինքը ճիշտ է անտիտաբակ է, այսպես է կոչվում, բայց ես դրա հոտը շատ հավանում եմ ու երկու հատ եմ վերցրել, մեկը գրասենյակի համար, մեկը տան համար, երևի գրասենյակին ինչ-որտեղ այնտեղ բացել թողել ենք, ահա, վերցրել եմ, սա այսպես ասած պահեստային ամանի հեղուկ է, քանի որ մեկը տարել եմ արդեն, եթե նայել եք իմ նախորդ գնումները, վերցրել եմ էլի սևածուխովը, որը շատ սիրում եմ, սա Այս անգամ վերցրել եմ թարմ լայմի
թարմ լայմի հոտով եւ չեն սխալվել, իդեպ վերաթողարկվել է դրա հին օգտվողների համար եմ ասում, ես իր նախորդը շատ սիրում եի ու միշտ վերցնում եի, այստեղ կբացառ ինչ որ սոդա էֆեկտով, ճիշտ ասած շատ չհասկացա թե ինչ ասել է սոդա էֆեկտ, նրանց համար ովքեր չգիտեն ասեմ, որ ինքը տեսեք, եթե կտեսնեք իհարկե 0+ մակնշումը, այսինքն կարող եք նաեւ նորածինների եւ երեխաների առհասարակ եւ խաղալիքները եւ սպասքը հանգիստ լվանալ, նույնիսկ կարող եք իրանց սոսկաները լվանալ ու եթե լավ չի լվացվել չմտահոգվեք, որովհետեւ ինքը լրիվ անվնաս է ու բիոռազլագայմի, այսինքն նաեւ չի վնասում բնությանը, ինքը նաև շատ արագ բնականաբար ցածր ջերմաստիճանի տակ շատ լավ լվանում է, յուղը եւ այլն շատ լավ հանում է, շատ լավն է։ Այդ սոդա էֆեկտի պահը ճիշտ ասած մի քիչ չհասկացա ինչ ասել է, իդեպ ունի հալալ սերտիֆիկատ, եթե գիտեք ինչ է, եթե չգիտեք ինքը կայքում կա, եւ մի կարեւոր փաստ նրանց համար ովքեր չգիտեն, 500 միլիա տարողություն է, բայց ինքը խտացված է, հա, մեր տնտեսական միջոցների մեծագույն մասը խտացված է, այսինքն այս կես լիտրը կարող եք ջրով բացել, մեկին կարծեմ 3 թե 4 հարաբերակցությամբ ու հանգիստ ավելի երկար օգտագործել։ Ես սովորաբար իրենց չեմ բացում, այսպես եմ օգտագործում, կոնկրետ սրա կոդը 397 սոդա էֆեկտի պահը մի հատ փորձեմ, եթե հնարավոր է արագ հասկանամ, թե չի ստացվի արագ հասկանալ, այնպես որ անցնենք առաջ։ Եվ տնտեսական չեմ հիշում, ընդեղ ունեմ թե չունեմ եւ մի հատ այսպիսի հետաքրքիր ձեռք բերում, ճիշտ ասած մեկ-մեկ շտապելուց նենց ճոխ պատվներ եմ անում, այնքան վստահ եմ ին վրա, որ սխալ-մխալ խփում եմ, չգիտես ինչի խփում եմ ու մտածում եմ, որ ինքը իմ նախքին թավայի չափով է, փաստորեն պարզվեց, որ սա 20 սանտիմետրն է, իսկ իմը, որը հիմա օգտագործում 24 է, մի քիչ փոքր է, մեզ համար ճիշտ ասած մենք իրան, բայց իրա մեջ կարելի է բան անել, ինչ են ասում։ Բլինչիկի լիստեր կարելի անել այդ չափով է։ Ես ձվածեղի համար եմ վերցնում մի փոքր մեծը, բայց ոչինչ, ինչպես ասում են, կլինի կօգտագործեմ 11971 է կոդը, որակի մասին խոսք չկա, շատ որակյալ է, սա ինչպես հասկացաք առաջինը չի, հա, ես ունեմ եւ իր ցածր կաստրուկաները, կաստրուկա չունեմ դեռևս, բայց կաստրուկա կվերցնեմ, կարծես թե լավ առաջարկով տալիս էր։ Ունեմ մեծ թավան, երկու չափ ունեմ, այս փոքր ամենափոքր չափը չունեմ, երևի պետք է գար, որ այսպես ընտանիքն ամբողջական լիներ։ Տարբեր գույներով առաջարկվում, ես ունեմ իմ նախորդ սրանից առաջ վերցրած է կանաչ գույններ, ավոկադոյի գույնը, այս անգամ նախընտրեցի այս մեկը, շատ լավն է անտիպրիգարնի ծածկույթով, որը այստեղ իր բոլոր բաները նշված է, հա, գրված է, որ ինքը անվնաս է առողջության համար, անցել է բոլոր համապատասխան թեստերը եւ այլն եւ համապատասխանում է այստեղ եթե հետաքրքրի բոլոր տեսակի գազօջախների համար, հա, դա կարեւոր է, կարծում եմ մի խոսքով Սերին թավան, որը այս շաբաթը այստեղ է, այսօր վերջապես տուն կգնա ու իրան գործի կդնենք եւ առաջին բանը, որ ես կանեմ ու կանեմ շատ հավեսով, քանի որ ինքը նոր է, ես իրանով կպատրաստեմ ասեցի, նրբաբլիթներ, հայերենն էի ուզում հիշել, նրբաբլիթներ, այստեղ գրված է, որ գերմանական տեխնոլոգիա, այսինքն Գերմանիայում է արտադրվում, ճիշտ ասած արտադրության երկիրը չտեսա, չէ, Չինաստանում է արտադրված, բայց գերմանական, այսպես ասած, տեխնոլոգիաներով։ Շատ լավն է, եղեք միանշանակ խորհուրդ եմ տալիս, ես ինքս ունեմ, սա իմ արդեն 3-րդ թե 4-րդ թավան է, եւ նաեւ հարկ կլինի, որպեսզի ընտանիքը լինի էլ ավելի ամբողջական, վերցնել նաեւ կաթսաները։ Թող ունեմ հիմա կաթսաներ, բայց ոչինչ։ Անենք թող ընտանիքը միասնական լինի, բոլորը միասին։ Հիմա այստեղ անցնեմ, երևի մի հատ արագ բացեմ, որպեսզի մեկ-մեկ չհանեմ ու գուշակեմ, քանի որ բաներ կան, որ նույնատիպ են, այսպես ասած։ Մի քիչ կռացեմ, կաղնուկեմ։ Ուրեմն քանի որ լավ առաջարկով էր գալիս մեր այս ոտքի
կրեմները, գիտեք երեխեք, գնային իմաստով համարյա նույնն է, քանի որ մեր կատալոգը միասնականներ 8-ն ու 9-ը, սա ես այլեմ ճիշտ է 8-րդ կատալոգից է եկել մի քիչ ուշ եկավ, բայց այս կատալոգում եւս ինքը նույն գինն ունի, 890 դրամ կատալոգի գինով, շատ լավ կրեմներ, 1696 է կոդը, ոտնաթաթերի համար, հատկապես այս սեզոնին ինքը շատ լավ կփափկեցնի, մի խոսքով ճաքեր եւ այլն ամեն ինչ կվերացնի։ Դե դուրս եկել նաեւ իր մեծը XL չափը, կարծեմ 100 միլ է, սրա չափը, այսինքն երկու իր չափին, այնպես որ կարող եք նայել կայքում։ Ես քանի հատ եմ վերցրել, 1, 2, 3 հատ վերցրել եմ, չտեսի նման, կրեմները, ոտքի, ձեռքի կրեմները, շամպունները, գելերը, անտիպրեսպիրանտները երբեք շատ չեն լինում, ու երբ որ շատ է լինում, չենք մտահոգվում, քանի որ ամառ է, բոլորն էլ օգտագործում են շատ արագ։ Վերցրել եմ իմ ամենասիրելի շարքերից լա կրեմի 3 տեսակ եմ վերցրել, այս դեղցը երեխեք դեղցը համեմատաբար նորույթ է, շատ լավն է, շատ եմ հավանում, կոդը 79-73 է, թե ինչ-որ մեկին կետաքրքրի, 250 միլ տարողությունը, խելագարվելու լավն է, առհասարակ ինքը կրեմային հիմքով են այս գելերը, լա կրեմի, շատ հավանում եմ ու այսպես փոխ վերցնում եմ։ Հիմա իրանց եմ սիրահարված, հիմնականում իրանց եմ տանում, վերցրել եմ թուզինը, վերցրել եմ այս դեղցինը եւ վերցրել եմ կոկոսի նաև վերցրել եմ այս անգամ, քանի որ լավ գնով էր առաջարկում, լա կրեմի այս անտիպրեսպիրանտը, որը էլի շատ հավանում եմ, շատ լավն էլի օգտագործել եմ ոչ ինժիրինը, թուզինը, բայց մի խոսքով ընդհանուր լավն է, շատ հավանում եմ։ Այս ինչի եմ վերցրել, որտեղ ես ինքս սրանից չեմ օգտագործում, ըստ երևույթին ինչ-որ մեկ ինձանից ուզել է, ու ես չեմ հիշում ով ինձանից ուզել, եթե տեսնում ես ինձ, պատվիրատու ջան, գրիր կամ կապվիր ինձ հետ, այս երկուսն էլ, ոնց որ էլի այս երեք ինչ-որ մեկ ինձանից ուզել է, բայց ով չեմ հիշում, եկեք առանձնացնեմ դնեմ այստեղ պատվերների մեջ, մի գուցե այս եթերից հետո կհայտնվի այն մարդ, ով ինձանից խնդրել էր պատվիրել, ու ես մոռացել եմ։ Շատ լավ առաջարկով է գալիս երեխեքան մեր այս բրիտվաները եւ տղամարդու եւ կանանց համար, ամեն մեկի մեջ 3 հատ է, կոդերը եթե կուզեք ասեմ, կանացին 910 060 եւ տղամարդունը 9984 3 հատ է պարունակում յուրաքանչյուրի մեջ, եկեք մեկի մեկը բացեմ, եկեք հետաքրքրի կարող եք նայել, շատ լավն է, ես ինքս օգտագործում եմ, ամսուց համար եմ վերցնում, 3 լեզվիա ունի իր վրա, եթե հետաքրքիր է, մի խոսքով, շատ լավն է, շատ որակով է, շատ երկար ծառայում է, կարող եք հանգիստ վերցնել, 3 հատի համար կարծեմ կատալոգային գինը, եթե սխալվում եմ, ուղղեք ինձ, եթե այստեղ կան մեր աղջիկներից, կարծեմ 1200 դրամի կարգի է գալիս 3 հատի համար, հա։ Նույնն էլ կանացի համար, մի խոսքով շատ լավն է որակել է, եթե չեք փորձել, անպայման փորձեք, հաստատ վստահեցնում եմ, որ կհավանեք։ Ես այստեղ չտեսի նման լիքը վերցրել եմ, չգիտես ինչի մտածեցի, որ մոռացել էի ավելի շուտ, որ կատալոգը չի փոխվելու, այսինքն գները չեն փոխվելու, բաներ կա, այնպես են վերցրել, կարծես թե հաջորդ կատալոգի գինը փոխվելու է, բայց այդպես չի։ Մի խոսքով հասամ իմ պատվերների ամենահամով մասին, այս էլ է պատվեր ներկա, այս մեկը հիշում եմ ով է պատվիրել, քանի որ թարմա այսօր զանգել ինձանից ուզում էր այս ներկը, դեմը դեմքի խնամքի համար այստեղ մի քանի բան եմ վերցրել, դեսա միասին կբացենք, ես միշտ խոսում եմ այդ մասին, որ դեմքի հատկապես բազային տնային պայմաններում արվող խնամքը շատ կարևոր է, իսկ մեր ընկերությունը իր տեսականիով այսպես ասած ապահովում է մեզ ամեն ինչով, մենք ստանում ենք բարձրորակ տեսականի շատ լավ գնով եւ ունենք հնարավորություն նույնիսկ տնային պայմաններում անելու պրոցեդուրաներ, սալոնին համարժեք պրոցեդուրաներ շատ մատչելի գներով, սա նրանց համար ովքեր որ չգիտեն կամ ուշադրություն չեն դարձրել։ Մի խոսքով, քանի որ ինձ մոտ միանգամից մի քանի բան վերջացավ, ես այսպես խառն եմ վերցրել, միշտ սիրում եմ սերիաներով օգտագործել ամեն ինչ, բայց այս անգամ այսպես որոշեցի խառը ամեն մեկից ինչ-որ մի բան վերցնել։ Շատ վաղուց գել, դեմքի լվացվելու գել չեմ օգտագործել, քանի որ վերջին շրջանում միշտ վերցնում եմ փրփուրներ, հենց հիմա գարդերիկան եմ օգտագործում, որը արդեն շունչը փչում է, շատ քիչ է մեջ է մնացել։ Այս անգամ, քանի որ շոկ է, քանի որ
մաշկսել յուղոտա, հա, ավելի շատ յուղոտի կոմբինացված, հա, յուղոտիկով, ովքեր ունեն յուղոտ մաշկ կհասկանան ինչ դաժան է այս հատկապես շոքերին յուղոտ մաշկը պահել այնպես ինչպես որ դու ես ուզում, հա, որոշեցի այս անգամ վերցնել մեր պատանեկան շարքայինքը N4W, դուք հայլային եք տեսնում N4W շարքից, գել պենկան, աչիշյայուշի, ինքը իր մեջ ունի, ահա, փակածային, ամենահետաքրքիր տեղերում, այս պիտակը, որ չեն կպցնում, մի խոսքով իր մեջ ինչ ունի, ցինկ ունի, այստեղ գրած իր մեջ ցինկ ունի եւ 0466 կոդը նրանց համարում կհետաքրքրի, ճիշտ է, ինքը պատանեկան մաշկի համար է նախատեսված, բայց կարող են օգտագործել բոլոր նրանք, ովքեր որ ուզում են, ես իր նախորդը ոնց է կոչվում շարքը, ես հիմա վիզուալ հիշում, բայց անունը արդեն մոռացել եմ, նախորդ շարքն ամբողջությամբ ինքս օգտագործել եմ, թեև վաղուց պատանի չեմ, շատ հավանում եմ, ես էլ այս անգամ վերցել եմ այն հույսով, որ ամռանը փորձեմ մաշկս պահել էլ ավելի քիչ յուղոտ, հա, եւ փորձեմ կարգավորել այդ յուղարտադրությունը։ Տեսեք, նկատել եք երևի, որ մեր բոլոր ապրանքները գալիս են փակ վիճակում, ամենահավես բաներից մեկը, սա երաշխիքա, որ ոչ մեկ քեզանից առաջ դուրս չի հանել, չի օգտագործել, հա, մի խոսքով։ Որակի երաշխիքներից մեկը, նրանք ովքեր որ չունեն այստեղ, նրանք ասելով նկատի ունեմ, դուքով եմ խոսում, էլի ես նրանց հետ, այստեղ չունեն համապատասխան բանը, որ դու ես բացում, այստեղ ֆոլգայով փակված է։ Հիմա այս տարբերակն է փակված է ֆոլգայով, դե ինքը գել է լվացվելու, ես կհանեմ, քանի որ հոտն էլ շատ հաճելի է, շատ վաղուց չի վերցել, մի անգամ օգտագործել եմ սրանից, բայց արդեն հասցել եմ մոռանալ, թե չեմ էլ օգտագործել, արդեն լավ չեմ հիշում։ Շատ հաճելի հոտ ունի, կոդը 0466, եւս մեկ անգամ նրանց համար ովքեր չհասցրեցին ֆիքսել, այստեղ նշված է, որ խորհրդատրվում կոմբինացված մաշկի համար, յուղոտ մաշկի համար եւ դուրս տալու հակվածություն ունեցող, այստեղ նշված է տարիքայինը, որ փաստորեն 14 չէ, 12 տարեկանից կարող են այս շարքը օգտագործել եւ ճիշտ է, երեխեք ջան, հատկապես աղջիկ երեխաներին, տղաներն էլ դեպ կարող են օգտագործել, մենք ունենք այդպիսի դեպքեր, եւ տղաներն են, հա, օգտագործում, այդպես սերային տարբերություն չկա, ու ինչն է շատ կարեւոր, որ աղջիկները արդեն 12 տարեկանից սկսում են սովորել հոգ տանել իրենց մաշկի մասին։ Իմացեք, որ մաշկի երիտասարդ ու առողջ տեսքի երևի 80%-ից ավելին պայմանավորված է նրանով, թե դուք երբ եք սկսում եւ ինչպես եք, արդյոք ճիշտ ու գրագետ եք ձեր առօրյա բազային խնամքն իրականացնում, եւ ճիշտ է, որպեսզի 12 տարեկանից դուք ձեր աղջիկներին սովորեցնեք հոգ տանել մաշկի մասին եւ դա դարձնել շատ լավ սովորություն ամբողջ կյանքի համար, հա։ Սկսեցինք լվացվելու, հիմա անցնենք խոնավեցմանը, գիտեք, որ նոր շարք է դուրս եկել, մեր հիալուրոնկա շարքը, որը ճիշտ ասած ուշադրություն չդարձեցի գիշերային կրեմներ, թե չուներ, մենակ ցերեկայինն եմ վերցրել, չնայած գիշերային հիմա չեմ էլ վերցնի, ասեմ ինչի, նրանց համար ովքեր չգիտեն, յուղոտ մաշկ ունեմ, իսկ գիշերային կրեմները որպես կանոն իրանք շատ ավելի յուղոտ են, հա, լինում, ավելի պլոտնի կրեմներ են, հատկապես այս շոքերին ինձ հաճելի չի այդ տիպի կրեմներ օգտագործել, դրա համար բավարարվում եմ ցերեկային կրեմներով եւ նաեւ միշտ ունենում եմ Oxology շարքի, որի մասին հենց ընդհանրապես 3 ոնց որ ստորի էր արել եւ չաթում էլ տեղադրեցի Oxology-ն մեր տանից անպակասա, քանի որ մի շրջանակ էլ են շատ շոքերին, որից ընդհանրապես ոչ մի տեսակի քսուկ չեմ կարողանում քսել, իսկ Oxology-ն դա ուղղակի փրկություն է, քանի որ եւ խոնավեցնում է, եւ հովացնում է, եւ նաեւ չի թողնում, որ մաշկս չորանա, առանց կրեմի գիտեք, որ հնարավոր չի, հա։ Միգուցե չգիտեք, իմացեք, որ հնարավոր չի։ Ինչ մի կարևոր բան եմ ուզում ասել, նախ առաջին անգամ եմ վերցնում, եկեք մի հատ բացեմ։ Տեսեք, փակ լինելու մասին էի ասում, նրանք ովքեր որ այդ ֆոլգան չունեն, ունեն այսպիսի, չգիտեմ ինչ ասեմ, փական, որը ինչև չբացես, չես կարողանա։ Ահա, բացեցինք, ասենք շնորհավոր։ Առաջինը հոտը, տեսնենք։ Այսպիսի սպիտակ սովորական կրեմը։ Հավես հոտ ունի։ Մի քիչ ինչ-որ ցիտրուսային բան եմ առնում։ Ինչ կոնե շատ եղա, մի փոքր հանեցի, բայց բավականին ինքը լավ, ինքը իր մեջ պարունակում է երեխեք։
շատ հաճելի հոտունի ցածր մոլեկուլյար հիալուրոն, հա, իսկ գիտեք, որ ինչքան ցածր է այդ մոլեկուլյար իր զանգվածը, այնքան ինքը ավելի հնարավորություն ունի մաշկի խորը շերտեր նեթափանցելու, դա նշանակում որ ինքը ավելի էֆեկտիվ կաշխատի, հա։ Մենք համարժեք կրեմների շարք ունենք, ովքեր վաղուց մեզ հետ կհիշեն, մեր պրոլիքսիրը, որը ես հենց հիմա օգտագործում եմ ու վերջացավ արդեն, ու փոխարինում եմ S1-ով, սա, այսպես ասած, պրոլիքսիրի իմ կարծիքով, այն սուբյեկտիվ կարծիքով, էլ ավելի լավացված, վերաթողարկված տարբերակն է, կոդը նրանց համարում կհետաքրքրի 2817 պրոլիքսիրից ես մի փոքր ասեմ, ես մտածում որ ինքն նույն հատկությունը կունենա, քանի որ նա էլ հիալուրոնաթթվով կրեմ է, ինքը մեջ ամենաթեթև կրեմներից է, մեկ պրոլիքսիրը, մեկ էլ օքսոլոջի շարքի կրեմները, իրանք ահավոր թեթև են, ահավոր թեթև ու ահավոր հաճելի, ես շատ սիրում եմ երկու շարքն ու եթե հետևում եք իմ գնումներին, ես պարբերաբար իրանց վերցնում եմ, մեկ-մեկ եթե կան ինչ-որ նորույթներ, փորձում եմ նորույթներ, ես հիմնականում այն ինչ-որից դուր է գալիս, փորձում եմ չփոխել, բացառությամբ այն դեպքեր, երբ որ կան նորույթներ ու ուղղակի ցանկություն կա օգտագործելու, հա մեկ էլ մի հատ կարևոր բան էլ ուզում իրա մասին ասել։ Մի խոսքով այստեղ ստանդարտ բաներ է գրած, որ խոնավեցնում է եւ այլն, մի շատ կարևոր բան եմ ուզում ասեմ, ինքը իր մեջ ունի նաեւ որտեղ է գրած կալցիում եւ K2, որը երեխեք գիտեք ինքը ինչ է անում, նրանց համար ովքեր որ չգիտեն, դա ինձ համար ուղղակի նորություններ, հա, մենք նմանատիպ կրեմ չունենք, ունենք նմանատիպ, հայդեպ նաեւ իր մեջ ունի մեր Novaftem O2-ը, մեր թթվածնային կոմպլեքսը, որը նրանց համար ովքեր չգիտեն, մեր ընկերությունը հենց դրանով այսպես ասած առանձնանում, քանի որ ունի իր պատենտները Novaftem O2-ի, այդ թթվածնային կոմպլեքսը իրան ասում են տրանսպորտնի միջոց, հա, այսինքն ինքը հանդիսանում է միջոց, որը թույլ է տալիս, որպեսզի եւ կրեմները եւ թթվածինը առհասարակ, հա, հասնի մաշկի խորը շերտեր, հա, եւ ավելի սնուցի մաշկը եւ ցանկացած կրեմի էֆեկտ ինքը մի քանի անգամ, եթե ոչ մի 5-ից 10 անգամ ինքը ավելի էֆեկտիվ է դարձնում։ Այդ դրանն նպաստում Novaftem, իդեպ Novaftem կա նաև մեր Oxology շարքի մեջ, ինքը հենց թթվածնային շարք ենք մենք իրան ասում, Oxology շարքի մեջ կա նաև իմ սիրելի այդ սպրեյի մեջ, որի մասին ես ասում էի, նաև ամենախտացվածը իր երեխեք իդեպ պետքա պատվիրել, արդեն վերջացել է թթվածնային բալզամն է, որը ուղղակի մեծ հրաշք է, ինքը ունի շատ ուժեղ վերականգնող հատկություն, իրան կարելի է օգտագործել եւ որպես կոսմետիկ միջոց, եւ որպես, չգիտեմ, այրվածքներ, կտրվածքներ, պատկերացրեք, եթե ինչ-որ մի հատ վնասվածք է լինում, ինքը քանի որ հիմա մալավցիլին ունեմ, դրա համար դա երևի այդ է պատճառը, որ երկուսը միասին չկան, քանի որ երկուսն համարյա թե նույն էֆեկտն ունեն, բայց ամեն մեկը իր ձևով յուրովի, հա։ Ցանկացած վնասվածքի դեպքում ինքը ընդհանրապես կարելի ասել հաշված ժամերի ընթացքում ինքը վնասվածքները ցանկացած տիպի շատ արագ օգնում է, որպեսզի մաշկը արագ ռեգեներացվի, թթվածնի այդ խտացված Novaftem-ի խտացված չափաբաժնի միջոցով, հա, անտիմիջոց է ուղղակի, նրանց համար ովքեր որ երբևէ չեն փորձել, փորձեք անպայման, ինչ է ուզում ասել, այստեղ շեղվեցի, հա, ուզում եմ ասել, որ այս K2-ը ինքը ինչին է նպաստում, այստեղ ռուսերեն տարբերակի վրա ինչպես միշտ ամենահետաքրքիր տեղում է սպիտակ, պիտակները անիմաստ կպցրել են, որտեղ ոչ մի հետաքրքիր ինֆորմացիա չկա, մի խոսքով, եթե ունեք կապիլյարներ, այսինքն երևացող հայրենոնց կլինի անոթներ, հա, մեկ-մեկ ունեք ես մեծ քթիկես հատվածում, սենց իհարկե չեք տեսնի, ունեմ, ինքը նպաստում է իրանց վերացմանը։ Մենք ունենք այսպիսի կրեմ, առանձին կրեմ, հա, ոնց էր կոչվում, չեմ էլ հիշում, էլ էքսպերտ շարքից էր, հիմա կարծեմ թե չկա, այս միջոցը բացի նրանից, որ մեջ ունի հիալուրոնաթթու եւ շատ լավ խորը կխոնավեցնի, Novaftem-ն էլ պլյուս, նաև իր մեջ ունի այդ K2-ը, որը կնպաստի սրանց լավացմանը, ռեգեներացմանը։ Մի խոսքով արդեն չեմ օգտագործել, բայց այնքան արձագանքներ եմ լսել, այնքան եմ ուսումնասիրել, որ իրեն կարելի է սիրահարված եմ ու չօգտագործած ձեզ վստահ խորհուրդ եմ տալիս, քանի որ ես մտածում եմ, որ ինքը Prolixir-ի, այսպես ասած, ավելի երիտասարդ, ավելի լավացված տարբերակն է։ Մի խոսքով Զգում եք, ինչքան եմ սիրում մեր դեմքի խնամքը, ժամերով կխոսեմ, բայց երևի ձեզ չհոգնեցնեմ, եթե ընթացքում ինչ-որ հարցեր են առաջանում, կարող եք չամաչել գրել ձեր հարցերը, մեծ սիրով կպատասխանեմ։ Ահա, եւ երեկոյի ամենահետաքրքիր եւ վերջին գեղեցկուհին
իմ ամենասիրելիներից մեկը, եթե տեսել եք իմ գնումները, ինչ այս կրեմը դուրս է եկել, կրեմը ինքը ցեցե կրեմ է, ցեցե կամ CC, տարբեր կերպեր իրան անվանում, ես ցեցե եմ ասում, ինչ ինքը դուրս է եկել մեր կորեական այսօր շարքն, այսպես հայել են կարող է պատկերացնեք, ես իրան անընդհատ ունեմ, իր հետ զուգահեռ կարող եմ ունենամ տոնային կրեմներ, բայց ես իրան միշտ ունեմ, քանի որ տոնայինների այդ ծանրությունը, գունային բանը ես այդքան չեմ սիրում, ավելի շատ նախընտրում եմ այս տիպի կրեմներ, որոնք ավելի թեթև են նստում մաշկին, ավելի լավ հարմարվում են, իդեպ ինքը մի տոնով է գալիս, ցեցե կրեմները նրանց համար ովքեր չգիտեն հարմարվում են ցանկացած տիպի մաշկի գույնի հետ, հա, այսինքն հարմարվում են, մաշկը դարձնում են միատոն, դարձնում են ավելի գեղեցիկ, ավելի լավ, ու ինչն է իր մեջ ամենալավ պահերից մեկը, որ ինքը 0855 կոդի դեպ շատ լավ առաջարկով եկել, այս կատալոգի ընթացքում էլ կարող եք վերցնել, իր մեջ ունի SPF 15, այսինքն արևապաշտպան, հա, ուլտրամանուշակագույն ծառայարակայինից պաշտպանող 15, հա, SPF 15, այսինքն կարիք չի լինի, այդ իմ սուբյեկտիվ կարծիքով ինչ որ արևապաշտպան կրեմ քսելու, ճիշտ ասած արևապաշտպան կրեմներ էլ միշտ փորձել եմ քսել, գիտեմ որ չի կարելի առանց արևապաշտպանի, բայց չեմ կարողանում, քանի որ ինձ մի անգամ մեկն ասաց, որ դա ընդհանրապես հոգեբանական դիսկոմֆորտ է, ես չեք պատկերացնում, ինձ թվում է մաշկս հեսա կխեղդվի, չգիտեմ ինչ կգնի, ես կխեղդվեմ, մի խոսքով չեմ սիրում այդ արևապաշտպան կրեմների ծանրությունը եւ իրանց չեմ կարողանում օգտագործել ու շատ լավ է, որ ինքը իր մեջ ունի 15 SPF-ը եւ նաև, այսպես ասած, կպաշտպանի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ինքը իր մեջ ունի նաև պարաբեններ, նրանց համար դա կարևոր է, շատ երկար ծառայում է, շատ երկար գնում է, ես այն համարյա ամեն օր քսում եմ ու բավական երկար եմ օգտագործում 30 միլիա, ցեցե կրեմները, ահա տեսեք, սպասում եմ որ իրան բացի, դա այսպեսի տեսք ունի, ոյ, երևի, ահա տեսեք, հիմա չեք ավելի լավ է, ես իրան փակեմ, կարծես թե երկար է սպասել այդ պահին, որ իրան բացեին, հա, բացեցի մի անգամից ինքը իրան դուրս նետեց, շատ լավն է, այսպես չեմ կարծում, որ լավ կերվա, հետո վիդեո ձեզ համար կնկարեմ, որպեսզի ցույց տամ, թե ինչքան հիշում եմ վիդեո ունեմ շատ հին մի հատ YouTube-ում, դրանով կկիսեմ կնայեք, շատ լավ թեթև տեքստուր ունի, շատ լավ նստում է մաշկին, ու ինչն ամենակարևորն է, երեխեք, իմ համար դա կարևոր է, ես սիրում եմ, երբ ինչ-որ բան ես քսում ու այդքան էլ չի զռում, այսպես ասած, որ դու քսել ես, հա, այսինքն այդ տոնայինի ծանր տեսքը չի տալի, շատ թեթև է նստում մաշկին, նույնիսկ շատ ժամանակ մարդիկ կան, որ չեն էլ պատկերացնում, որ դեմքից ինչ-որ բան է քսած, իրաց թվում է ես այդպիսի լավ մաշկ ունեմ, բայց ոչ իմ եթե իրականում տեսել եք ու մտածել եք, որ ոչինչ չեմ քսում, ես քսում եմ այս կյանք միջոցին ու նաև հիմա օգտագործում եմ էլի մի հատ շատ լավ թեյի ծառի յուղով տոնային կրեմ ունենք, բայց արդեն իր համար էլ ինքն էլ թեթև է համեմատաբար, բայց արդեն շոկ է իրան էլ քսելուց լավ չեմ զգում, այնպես որ այս ամենալավն է, շատ լավ արժեքով է եկել, առհասարակ իր գինը, այդ ներքին գինն եմ ասում, հա, այսինքն կոնսուլտանտի գինը, զեղչված գինը 7000, 6000, հա, այս կատալոգում ինքը եկել է բացառիկ ցածր գնով, այնպես որ անպայման նայեք, վերցրեք, փորձեք, եթե չեք փորձել, վստահեցնում եմ, որ շատ կհավանեք։ 0855 է կոդը, 30 միլ է, ցեցե կրեմ, SPF 15 ֆակտորով եւ առանց պարաբենների, ընտիրություն։ Իմը արդեն էմիտուփս դեռ չեմ հասցրել պատռել, բայց արդեն վերջանում է։ Մի խոսքով երեխեք ջան, կարծես թե այսքանը ես ավարտեցի, չգիտեմ ինչքան ժամանակ եմ խոսում, ժամացույց չունեմ ուտերքն որ նայեմ, բայց ինձ թվում է այդքան էլ երկար չստացվեց, ոնց որ նախատեսել էի, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ միացան, նայեցին, ովքեր հետո կմիանան կնային ձայնագրությամբ, հաճելի էր կիսվել ձեզ հետ, հուսամ ձեզ էլ օգտակար էր, հաճելի էր, եթե կլինեն ինչ-որ հարցեր, եթե դեռ չունեք ձեր օնլայն խանութը ու չեք օգտվում գնում եք ուրիշներից, ասեմ, որ իսկական ժամանակն է ունենալու ձեր օնլայն խանութը եւ գնելու անմիջապես ընկերությունից, իդեպ ասեմ բոլոր նոր միացողների համար, ընկերությունը ունի նվեր, կստանաք 4500 դրամ ձեր գնումների համար, ավելի մանրամասի համար, եթե հետաքրքիր է կարող եք գրել ինձ անձնականով կամ մեկնաբանությունում, կկապվեմ ձեզ հետ ու կպատմեմ այդ ակցիայի մասին։ Իդեպ աղջիկներ ջան, իմ թիմակիցների մասին է խոսքը, ասեմ, որ ըստ երևույթին առաջիկա երևի 2 օրվա մեջ ձեզ նախապես իհարկե կտեղեկացնեմ, կանցկացնենք նաև մեր 5000 դրամ
գումարային խաղարկությունը, որը հայտարարել ենք նախորդ կատալոգի ընթացքում, եղեք ուշադիր, եւս մեկ անգամ ես կտեղադրեմ ցանկը, փնտրեք ձեր անունը, եթե չգտնեք ձեր անունը, անպայման կապվեք ինձ հետ, որպեսզի պարզենք եւ մասնակցեք խաղարկությանը, ուշահեք նաեւ միգուցե գումար հենց դուք այնպես որ Faberlic-ի հետ գնումները ոչ միայն հաճելի են, ոչ միայն անվտանգ են, այլ նաեւ գերշահավետ են եւ շահումաշատ։ Այսքանը, շնորհակալ եմ եւս մեկ անգամ, որ միացաք նայեցիք, բոլորիդ մաղթում եմ հաճելի երեկո եւ հաճելի գնումներ, եթե գրանցված եք, եթե գրանցված չեք, անպայման դիմեք ինձ կամ դիմեք ինձ, չէ, դիմեք ինձ, ուրիշին չդիմեք։ Քանի որ հիմնավորի միջի դիմեք ինձ, քանի որ ես արդեն 15 տարի մանջատեի, ուզում եմ ասել, որ ես գիտեմ ամեն ինչ Faberlic-ի on-line խանութի մասին եւ չեմ կարծում, որ ինչ որ մեկը ինձանից ավելի լավ կողորթի ձեզ Faberlic-ի գնումների աշխարհում։ Միգուցե լինեն մարդիկ, բայց նրանք պետք է լինեն իմ թիմակիցները, քանի որ ես այդ թանկարժեք ինֆորմացիա կիսում եմ միայն իմ թիմակիցների հետ, եւ եթե վստահ եք, որ տվյալ մարդը իմ թիմից է, անպայման վստահորեն դիմեք իրան։ Իսկ եթե այդքան էլ վստահ չեք, հարցրեք ինձ կամ դիմեք հենց ինձ։ Այսքանը, այս էլ ինքնագովազդի մասը։ Լավ եղեք, հաճելի օր բոլորիդ եւ հաճելի երեկո, ես էլ գնամ արդեն տուն։ Տեսություն եւս մեկ անգամ շնորհակալ եմ, որ միացաք, նայեցիք։